Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիակումար նիստ, ազգային ինքնության և պետականության շուրջ, նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը, Լիդիա Մարգոսյան, Քրիստոֆոր Օսկանյանի 1835 թվականի դասախոսությունները, հայկական սիոլիզի պատմությունը, Երևանյան բեմի վրա գրգին արցախցի դերասաններն են, աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան առաքելության մեջ տեղի ունեցավ ազգային ժողովի հերթական նիստը։ Օրագարկը ներկայացուց ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը։ Բացման խոսքով հանդես եկավ Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, ընդգծելով հայ ժողովրդի իրավունքներու պաշտպանությունը, ազգային ինքնության պահպանումը եւ ինքնորոշման կարեւորությունը, նշելով, որ ժողովուրդը կշարունակի հավատարիմ մնալ իր ազգային ու պետական իղձերուն։ Նիստին ներկայացվեցան պատգամավորության տեխնատուները եւ քվեարկությանեն յետ պատգամավոր ընդրվեց Գարո Ղարաբետյանը, որմե յետ կատարվեցավ երդման արարողությունը։ Օրագարկին մեջ ներկայացվեցան նաև ազգային ժողովի դարբեր հանձնաժողովները, ներառյալ իրավապանական, կրթական, տնտեսական, հյուպատոսական, ընտանիքի, կանանց, երեխաներու մարմնագործության, ցեղասպանության հատուցման, Արցախի եւ այլ մասնագիտացված ոլորտներու հանձնաժողովներ։ Նիստը անցավ գործնական մթնոլորտի մեջ, շեշտելով պետական կառույցներու զարգացումը եւ ազգային շահերու պաշտպանությունը։ Հարգելի ներկաներ, այսօր մեծ պատիվ ունենք մասնակցելու այս կարևոր նիստին եւ միասին քննարկելու այն ծրագիրներն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ազգային նպատակներու իրականացման։ Ուրախությամբ կուզեմ նշել, որ մենք կգտնվենք ճիշտ ուղիի վրա։ Մեր որդեգրած քաղաքականությունը համահունչ է համահայկական շահերուն եւ մեր ժողովրդին արժեվ ծառացած մարտահրավերներուն։ Մենք որոշած ենք արժանապատիվ գերբով ներկայացնել մեր ինքնությունը, մեր պատմությունն ու մեր ազգային իրավունքները, որպես հազարամյակներու պատմություն ունեցող ժողովուրդ։ Հայ ազգը գոյատևած եւ ամրացած է իր դարբեր ազգային օջախներու շնորհիվ։ Արևմտյան Հայաստան, Արցախ, Կիլիկիա, Համշեն եւ հայկական այլ համայնքներ։ Ճիշտ այս ազգային կետրոններուն շնորհիվ է, որ մենք կրծած ենք պահպանել մեր ինքնությունը եւ շարունակել մեր պատմական ուղին։ Մեր նախնիները բազմաթիվ փորձություններու միջով անցած են, սակայն կրծած են պահպանել իրենց ավանդությունները, մշակույթն ու ազգային արժեքները։ Այսօր մեր բարդականությունն է այդ ժառանգությունը փոխանցել գալիք սերունդներուն, կրթության, դաստիարակության եւ ազգային գիտակցության ուժեղացման միջոցով։ Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք երիտասարդ սերունդի կրթության եւ հայրենասիրական դաստիարակության, որբեսի անոնք ճանչնան իրենց պատմությունը, գիտակցին իրենց պատասխանատվությունը եւ գարենան արժանապատիվ գերբով ծառայել ազգին։ 1990-ական թվականներեն սկսյալ հայ ազգը ստեղծեց իր բանակը, որ հիմնված էր ազգային փորձի, գիտելիքի եւ գամքի վրա։ Այդ բանակը ապացուցեց իր ուժն ու կարողությունները, պաշտպանելով մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները։ Մեր ռազմական մտածողությունը պետք է հիմնվի մեր ազգային փորձառության, մեր դարձաշրջանի առանձնահատկություններուն եւ մեր պետական շահերուն վրա։ Մենք ունենք ամուր հիմքեր, հարուստ պատմական փորձ եւ ազգային գամք։ Այս արժեքները պետք է պահպանենք եւ փոխանցենք ապագա սերունդներուն։ Միայն միասնական պատասխանատվության եւ նպատակասլաց աշխատանքի միջոցով կրնանք իրականացնել մեր ազգային ծրագիրները եւ ապահովել մեր ժողովրդի արժանապատիվ ապագան։ Եվս մեկ անգամ շնորհակալություն կհայտնեմ բոլոր պատգամավորներուն եւ ներկաներուն։ Վստահ եմ, որ միասնական աշխատանքով պիտի կարենանք ընդունել ճիշտ որոշումներ եւ ծառայել մեր ժողովրդին ու պետականության շահերուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության հարգելի նախագահ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հարգելի նախագահ, տիկնայք եւ բարոնայք կառավարության եւ խորհրդարանի անդամներ, սիրելի հայրենագիտներ, պատասխանատվության խորհրդացումով եւ մեր ժողովրդին ծառայելու հպարտությամբ է, որ այսօր կներկայանամ ներկայացնելու այն գործունեությունը, զոր իրականացուցած են վերջին ամիսներուն ընթացքին Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի անունով եւ որպես կառավարության անդամ։ Այս ժամանակահատվածը զոր կընդգրկենք 2025 տարվան վերջեն մինչև 2026 թվականի հունիս հագեցած բահանջկոտ եւ կարևոր իրադարձություններով լի շրջան մի եղավ։ Այդ ընթացքին ամրապնդվեցան մեր հաստատության կառույցները, միջազգային դիվանագիտական հարթակներու վրա ավելի լսելի դարձավ մեր ցայնը, իսկ հատկապես Ֆրանսիայի դարածքին, մասնավորապես Լիոն քաղաքին մեջ ավելի դեսանելի դարձավ մեր ներկայությունը։ Լիոնը քաղաք մնե, որ իր մեջ կգրե մեր հավաքական հիշողության կարևոր բաժինը։ Իմ ելույթը կառուցված է 3 հիմնական առանցքներու շուրջ՝ մեր խորհրդարանական եւ հաստատութենական աշխատանքը, մեր հիշողության պահպանման եւ դիվանագիտական գործունեությունը, որպես փորձագետ ունենալով 2026 թվականի ապրիլ 24-ի հայրու ցեղասպանության հիշադակի ձեռնարկները եւ վերջապես մեր իրավական գործունեությունն ու հայ ժողովրդի իրավունքներու ճանաչման ուղղությամբ իրականացվող պաշտպանությունը։
2026 թվականի հունվար 28-ին Արցանց ձևաչափով կայացավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը։ Ասիգա մեր հավաքական լրջության եւ օրինական հաստատություններու գենսունակությունը պահպանելու վճռականության վկայություններ, նույնիսկ հերավորության եւ աքսորի պայմաններուն մեջ։ Այդ նստաշրջանին ընթացքին ներկայացուցի Լիոնի քաղաքապետին ուղված մեր նամակը, որ կվերապերեր հայկական լեգիոնի հիշադակին նվիրված հուշարձանի կառուցման ծրագրին։ Այդ լեգիոնը, որ կազմավորված էր 1916 թվականի ֆրանս-հայկական համաձայնագրի հիման վրա, միավորած էր հայ գամավորներ, որոնք Ֆրանսիայի դրոշի ներքո գրված էին Օսմանյան կայսրության դեմ։ Այդ մարդիկ իրենց արյունը թափած են հանուն ազատության։ Լիոնը բարդավոր է պահպանել անոնց հիշադակը։ Մենք այդ բարդ կունենք անոնց ժառանգներուն եւ պատմության հանդեպ։ Մենք լավություն չենք խնդրեր։ Մենք կբաղանչենք, որ Ֆրանսան հարկե իր իսկ բարդավորությունները անոնց հանդեպ, որոնք գրված են Իրանունով։ Այս նախաձեռնությունը մեգուսացած քայլ չէ։ Ան Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի ավելի լայն չանկերուն մեկ մասն է հայկական հիշողությունը ֆրանսական հանրային տարածքին մեջ ամրագրելու համար, ոչ թե որպես բազմաթիվ համայնքային հիշողություններ են մեկը, այլ որպես հիշողություն, որ ինքնին կպատկանի Ֆրանսիայի պատմության։ Խորհրդարանական նիստերու շարունակականություն ու կանոնավոր գազմագերբումը ինքնին հաղթանակ մնեն։ Ժողովրդի հաղթանակը, որ կմերժե ընդունել թե իր նախնիած հողերու բռնակարավումը պետք է հանգեցնե իր պետական հաստատություններու վերացման։ Մենք օրենքներ կմշակենք, կքննարկենք, որոշումներ կընդունենք, որովհետև կգոյատևենք որպես պետություն եւ ոչ ոք կրնա չնչել մեր իրավական իրականությունը։ Հարկելի հայրենագիցներն ու ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ 1834 թվականի աշնան երիտասարդ օսմանահայ Քրիստոֆոր Օսկանյանը ժամանեց Նյու Յորք ուսումը շարունակելու նորաստեղծ Նյու Յորք Յունիվերսիթիի մեջ։ Թերբադանի էր, բայց արդեն կհատկանշվեր գիտելիքներով եւ նպատակասլացությամբ, արժանանալով Կոստանդնուպոլսո ամերիկյան միսիոնարներու ուշադրության։ Անոր Ամերիկա մեկնումը դարձավ ոչ միայն անձնական հիշողություն, այլ նաեւ հայ-ամերիկյան հասարակական կյանքի ձևավորման սկիզբը, նպաստելով ԱՄՆ-ի մեջ հայկական ներկայության առաջին դրսևորումներուն։ 1835 թվականին Օսկանյանը սկսավ իր դասախոսությունները, որոնք կնկատվին Ամերիկայի մեջ հայերու հանրային ցայնի սկզբնավորման կարևոր քայլերեն։ Պատմաբաններու քննադատմամբ այս շրջանը խորհրդանշական հանգրվան մնե հայ-ամերիկյան գաբերու զարգացման մեջ, երբ հայ անհատը սկսավ գործել որպես մշակութային գամուրջ արևելքի եւ արևմուտքի միջև։ Այսպիսով Օսկանյանի վաղ շրջանի գործունեությունը ոչ միայն անհատական հաջողության պատմություն մնե, այլ նաեւ Միացյալ Նահանգներու մեջ հայ համայնքի հասարակական ներկայության ձևավորման կարևոր ելակետը։ Բուրսայի հյուսիսը եւ Իզնիկի լիճին հարավը գտնվող Սիոլես գյուղի հայ համայնքի պատմությունը ներկայացվեցավ ուր է Սիոլեզը խորագրով ցերնարգին մեջ, որ գազմագերբած էր Եսայա միությունը։ Քրող եւ ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն ներկայացուց գյուղի բազմաշերտ անցյալը, ընդգծելով եկեղեցական կյանքը, կրթական համագարկը, ինչպես նաեւ մեդաքսակորդության եւ ցիտաբդուղի յուղի արտադրության վրա հիմնված զարգացած տնտեսությունը։ Հատուկ անդրադարձ կատարվեցավ նաեւ 1910 թվականի գին աշխատավորներու գործադուլին, որ նկատվեցավ կարևոր ընկերային շարժում։ Պատմական տվյալներով Սիոլեզը 20-րդ դարու սկիզբին ունեցած է խիտ հայ բնակչություն։ Գյուղին մեջ գործած են եկեղեցիներ, դպրոցներ եւ արտադրական կենտրոններ, որոնք ձևավորած են համայնքի ընկերատնտեսական կյանքը։ Սուրբ Խրեշտակապետ եկեղեցին եղած է կարևոր հոգևոր կենտրոն, ունենալով ճարտարապետական առանձնահատուկ արժեք եւ աշխույժ եկեղեցական կյանք։ Կրթական համագարկը եւս աչքի ընկած է բարձր մակարդակով։ Դարբեր դարիներու ընթացքին դպրոցները ունեցած են հարյուրավոր աշակերտներ, իսկ ուսուցչական գազմը փակացած եղած է դասնյակ մանկավարժներ։ Այս բոլորը կվկայեն համայնքի գազմագերբվածության եւ ինքնակառավարման բարձր մակարդակին մասին։ Սիոլեզի տնտեսությունը հիմնված եղած է մեդաքսակորդության եւ ցիտաբդուղի յուղի արտադրության վրա։ Գյուղին մեջ գործած են մեդաքսի արտադրության ցերնարգություններ, իսկ շերամի արտադրանքը վաճառված է նույնիսկ շրջանի սահմաններեն դուրս մինչեւ Թիֆլիս։ Ցիտաբդուղի բերքահավաքը հաճախ վերածված է համայնքային դոնախմբության։ Հատուկ ուշադրություն դարձվեցավ նաև 1910 թվականի գին աշխատավորներու գործադուլին, երբ կիներ միավորված էին բողոքելու ծանր աշխատանքային պայմաններու եւ ցած վարձատրության դեմ։ Այս շարժումը կնկատվի շրջանի վաղ շրջանի ընկերային պայքարներեն մեկը։ Միլդանօղլուն նաև անդրադարձավ Սիոլեզի մշակութային կյանքին, նշելով, որ գյուղը տված է արվեստագետներ եւ քրոներ, որոնց մե ոմանք հետակային ցերկ բերած են ճանաչում։ Ցերնարգը ավարտեցավ քննարկումներով եւ հարց ու պատասխանի բաժինով, ընդգծելով Սիոլեզի հայ համայնքի պատմության ուսումնասիրության եւ պահպանման կարեւորությունը ժամանակակից հետազոտություններուն համար։
Ստեփանագերդի դրամատիկական թատրոնի խաղացանկը շուտով պիտի համալրվի նոր բեմադրությամբ։ Ռուզան Արցախի դուստրը ներկայացումով, որ հիմնված է Մուրացանի Ռուզան թատերկության վրա։ Առաջի ցուցադրությունները դեղի պիտի ունենան հունիս 28-ին եւ 29-ին համազգային թատրոնի բեմին վրա։ Արցախցի դերասանները հանդիսադեսին պիտի ներկայացնեն հայրենասիրության եւ ազատության համար մղված պայքարի պատմությունը երիտասարդ իշխանուհի Ռուզանի հերոսական գերբարին եւ անձնազոհության միջոցով։ Ներկայացումը կպատկերացնե 10-րդ դարու թաթար-մոնգոլական արշավանքներու ժամանակաշրջանը Արցախի մեջ, ընդգծելով հայ ժողովրդի դիմադրությունը, գանքն ու ազատության ոգին։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակի իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովասով չսպաղիր, անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր մշակույթի եւ ինքնության բաբանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կապրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենան դարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դերակցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։